Խնդրում եմ, պարզապես մի պահ թակիր աչքերդ ու վերհիշիր այն վայրկյանը, երբ մարմինդ ու հոգիդ բառացիորեն ճեղքվում էր ցավից։ Հիշիր այն պահը, երբ ցավն այնքան անմարդկային էր, այնքան կուրացնող, որ նույնիսկ շնչել չէիր կարողանում, երբ գալարվում էիր անզոնությունից ու ներսումդ աղաչում, գոռում էիր, որ դա ուղղակի վերջանա, որ պատրաստ էիր զիջել կյանքդ, տալ ամեն ինչ, միայն թե այդ դժոխային տանջանքը լռեր գեթ մեկ վայրկյանով։ Հիշեցիր այդ խեղդող սարսափը, զգացիր, թե որքան անտանելի էր։ Իսկ հիմա պատկերացրու մի մթին, դատարկ անդունդ, որտեղ դու մնացել ես մենակ այդ նույն ցավի հետ, բայց այն հազարապատիկ, միլիոնապատիկ ավելի դաժան է խոցում քեզ։ Ամեն մի նյարդը այրվում է, բայց փրկություն չկա։ Եվ ամենասարսափելին այն է, որ դա երբեք չի ավարտվելու։ Ոչ մի հույս, ոչ մի դադար։ Դա դժոխքն է, որտեղ հոգին դատապարտված է կրելու այդ հոշոտող տառապանքը հավիտյան, անվերջ ու անընդհատ։ Բոլոր մարդիկ մեղավոր են և դատապարտված են դժոխք գնալու։ Դեռ Եդեմական պարտեզում մարդը չհնազանդվեց Աստծուն և ընտրեց մեղքը։ Սակայն Աստված բարի Աստված է և չի ուզում մեղավորի կորսվելը։ Աստված չստեղծեց դժոխքը մարդու համար, այլ սատանայի։ Մարդը ինքն է ընտրում մնալ անհնազանդ Աստծուն և հետևել սատանային, թե ապաշխարել և ընդունել Աստծո փրկության ծրագիրը։ Աստված իր միածին որդուն խաչի վրա զոհեց հենց քեզ համար։ Նրա քավչարար արյունը կարող է սրբել քո բոլոր մեղքերը, տալ հավիտենական կյանք և դարձնել քեզ Աստծու զավակ, եթե դու ցանկանաս։ Այսօր դու կարող ես խուսափել դժոխքի հավերժական խավարից, որպեսզի երբեք չհայտնվես դժոխքում։ Կա միայն մեկ ճանապարհ։ Դու պետք է ընդունես, որ մեղավոր ես, և խնդրես Հիսուս Քրիստոսին, որպեսզի լինի քո Տերն ու Փրկիչը մինչև կյանքիդ վերջ։ Միայն նրա խաչի վրա արված զոհաբերությունը կարող է փրկել հոգիդ այդ տառապանքից և առաջնորդել դեպի հավիտենական կյանք ու խաղաղություն։